Լինի կոնսոլիդացված առաջարկ և պահանջ և հանրության ներկայացուցիչների կողմից, մտավորականների կողմից և քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից։ Հետևաբար այստեղ մեր հետ են պատիվ ունեմ ֆրակցիայի ներկայացուցիչներ, Մամիջանյանը, չգիտեմ, Հայկ Մամիջանյանը, այստեղ են նժար Սահմանադրական շարժման ներկայացուցիչները, Նինա Կարապետյանցը և Արտաշես Սիկանովը, այստեղ ապրելու երկրի կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն է, քաղաքական ուժերից նոր ուժի ներկայացուցիչ Արամ Թորոսյանը, քաղաքական ուժերից էլի մարդ կա, որ Հայաքվեի ներկայացուցիչ, իդեպ ասեմ ձեզ, Հայաքվեն ինքը արդեն լուրջ աշխատանք արել է, հաղորդումներ է ներկայացրել գլխավոր դատախազին, բայց այնուամենայնիվ իրենք նպատակարար գտան նաև կոնսոլիդացված այս ջանքին մասնակցել։ Առաջ երիտասարդական շարժման ներկայացուցիչն է այստեղ Նարեկ Լևոնդյանը, վերջը կարծեմ ես ոչ մեկին էլ չմոռացա ՀԱԿ-ի և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներս, ես ու Արամ Մանուկյանը, Ավետիս Ավագյանը։ Հիմա մենք ինչ ենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք, որ տեքստը բաժանվել է, ում որ տեքստը չի հասել, կներեք, դա ինչ-որ տեխնիկական պատճառներով է եղել, հիմա մենք կարող ենք դա անել, Էլինա մի հատ տես, եթե ինչ-որ մեկ էլ չունի տեքստը, ուղարկես, և մենք առաջարկում ենք այս տեքստը, այս հաղորդումը, գլխավոր դատախազության ուղղված, դարձնել կոնսոլիդացված մի պահանջ, ստորագրենք բոլորս և թող նաև այնտեղ հասկանան, մեր իրավապահ մարմինները հասկանան, որ սա վեհապարի հարց չի, ինչ-որ առանձին վերցրած հոգևորականի հարց չի, կամ ասենք Սամվել Կարապետյանի հարց չի, սա հուզում է մեր ամբողջ հանրությանը։ Ես այս բանը ստորագրելով, ես կարծում եմ մենք շատ լուրջ, ինչ ասեմ, իմպուլս կտանք, շատ լուրջ մեսիջ կտանք, որ հանրությունը կանգնած է այս օրինականության վերականգնման այս պահանջի ետևում։ Հիմա, կամ այս տեքստը կարող ենք, եթե շատ մեծ առարկություններ չկան, բոլորը կարծեմ ծանոթ եք, ստորագրել, ստեղից սկսենք ստորագրավակը, կամ եթե կան շատ լուրջ, չգիտեմ, առարկություններ կամ խմբագրման անհրաժեշտություն կա, կարող ենք այսպեսի մի բան անել, քննարկում անել և հետագայում ընդունենք բոլոր առաջարկները, փորձենք դա տեղավորել վերջնական տեքստում և արդեն նոր դնել ստորագրության։ Ես կխնդրեի, եթե այս առումով կուզեիք արտահայտվել, խոսել սրա մասին, ոչ միայն տեքստի ընդունման մասին, այլ նաև եթե ինչ-որ ելույթ ունեք կամ ինչ-որ տեսակետ ունեք հայտնելու այս երկրում կատարվող վերջին իրադարձությունների մասին, ես իսկապես հրավիրում եմ նման անկաշկանդ զրույցի և կարծիքների փոխանակման։ Ով ցանկանա ելույթ ունենալ, խնդրեմ։ Բարևձեզ, հարգելի գովերներ, շնորհակալություն գավերի համար, պարոն իրականում ես համաձայնվել հետ և ուզեի նատել, որ մենք նշեինք, քանի որ սա ոչ թե քաղաքական կոալիցիա է, մեր հավաքված ուժերը և ներկայացուցիչները տարբեր նախագծեր, սա իրական կոնսոլիդացիա մեր իրավունքների համար, առաջինը իրավական պետություն ունենալը, դա իրավունքների պաշտպանությունն է, մենք պետք է հասկանանք, որ այսօրվա դրությամբ եկեղեցին որպես թիրախ է ներկայանում ներկա
ղեկավարներին, Փաշինյանին, որը որ այդ թիրախ օգտագործման մեկ կարևոր հարց է համար, ինքը բացի նրանից որ խախտում է բոլոր օրենքները, սահմանադրության բոլոր կետերը, բոլորը չէ, իհարկե նշված մեր ընդհանուր հայտարարության մեջ, բայց այստեղ մի հատ բան կա, որ մենք պետք է բոլորս հասկանանք եւ կապ չունի թե հետագայում ներկա ուժերից ովքեր կոալիցիա կազմեն, թե չեն կազմի, թե իրար կգնան ընտրությունների, թե չէ, այս ամեն ինչը կատարվում է նախընտրական արշավի համար, իր ամենակարևոր հանգամանքն է, այն ինչ որ մենք տեսանք շաբաթի ընտրություններում, որ ինչքան քիչ մարդ մասնակցի ընտրություններին, այդ դեպքում ինքը մեծ հնարավորություն ունենալու վերընտրվելու։ Եվ ուրեմն ինքը ամեն ինչ անում է, որ մեր հանրությանը պարակտի, մարդիկ կան, ովքեր որ կողմ են, որ կաթողիկոսը հեռանամարդ կա, դեմն է, մարդկա ասում է, հետո կհեռանամարդ կա, սենց անում, բայց սա ուղղակի եկեղեցին չի։ Իրականում նա ուղղակի ազգի դեմ է դուրս եկել, ազգին պարակտելու համար, խախտելով բոլոր օրենքները մի նպատակով, որ վերահանդարտի։ Եվ ուրեմն ինձ թվում է, մենք պետք է մեր իրավունքները պաշտպանելով այս հայտարարությունը, որ ստորագրում ենք, մենք նույնպես մեր դեմը ունենանք աչքի առաջ պատկերացնենք, որ բոլորը պետք է աշխատեն նրա վրա, որ կարողանանք մեր ընտրողների մասնակցությունը ինչքան կարելի է շատ ապահովենք, որ կարողանան կան մասնակցեն ընտրությունների եւ կապ չունի թե որ ուժ ընտրեն, բայց ամեն դեպքում ինչքան շատ մարդ կա ընտրությունների, այդքան շատ հնարավորություն կլինի Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին հեռացնել այդ քաղաքական դաշտից եւ պատասխանատվության ենթարկել այս արած բաների համար։ Այդ թվում նույնպես ես կուզենայի նշեի, որ քանի որ սա գնալու է դատախազություն, մենք արդեն տեսել ենք, որ համ դատախազությունը ինչ շատ դեպքերում հրաժարվում է քրեական գործեր հարուցել դեպքի ղեկավար անձանց, եւ ուրեմն պետք է իրանք պատկերացնեն, որ սա իրականում եթե հրաժարվեն, քանի որ փաստերը ներկայացված են այստեղ լիովին, դա նշանակել է, որ իրանք համագործակցում են այդ խախտումներին, դեռևս երևի չենք կարող ասենք, որ հանցագործություն է, բայց խախտումները արարեցված են եւ պետք է իրանք հասկանան, որ հետո պատասխան են կրելու, քանի որ եթե չընդունեն այս դիմումները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես համաձայն եմ, որ անմեղության կանխավարկածը պետք է հարգել, չնայած կոնկրետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների մեջ ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ շատ դժվար է այդ սկզբունքը պահելը։ Շնորհակալություն ելույթի համար։